հավատացյալ ժողովուրդ, մենք բոլորիս հետ շնորհակալություն ենք հայտնում։ Եկել եք և այստեղ մայրատոր Սուրբ Էջմիածնում աջակցելու ճշմարտությանը։ Մեր տղաներն ու աղջիկները, որ վերևում բղավում են, էլի մերն է։ Մենք բոլորին սիրում ենք։ Ինչպիսի վարկածումներ են, որ լինեն, միևնույն է, բոլորը մեր քրիստոնյա հավատացյալներ։ Այդ նրանք բոլորը շփոթության մեջ են, որովհետև մենք ձայն ենք բարձրացրել հանուն արդարության։ Ամենայն հայոց կաթողիկոսը պիտի ծառայի հայ ժողովրդին և Հայաստանին, և սա է կարևորը, այստեղ Էջմիածնի և եկեղեցու դեմ ոչ ոք չի գործում, մենք բոլորս մայրատոր Սուրբ Էջմիածնի զավակներն ենք, միայն բղավելով չի, այստեղ շատ կարևոր է, որ մենք մեր պետականության կողքն ենք, մեր մայրատոր Սուրբ Էջմիածնի կողքն ենք, և գալու է հեռու չի այն օրը, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը կգիտակցի, որ այլևս իրավունք չունի շարունակելու և հանձնելու է Էջմիածինը հայ ժողովրդին և Աստված կրկին պիտի վերադառնա, կրկին Սուրբ Հոգին գալու է այստեղ ու մեր ժողովուրդը միավորվելու է։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ամբողջ ժողովրդին իր աջակցության, մեր հոգևոր դասին, որտեղ այսօր այստեղ կանգնած ենք, բայց համոզված ենք, որ մեր ժողովուրդը մեր հետ է և մեր հոգևոր դասն էլ է մեր հետ։ Մենք շնորհակալ ենք նաև մեր բոլոր ուժային մարմիններին, ովքեր որ այստեղ պաշտպանում են անվտանգությունը, Հասարակությունը մի շարք ազատանումներ է ցանկանում մենք այսօր այստեղ եկանք մեր նամակը հրաշարականի պահանջի, ոխանցել ենք արդեն քարտուղարություն, մեր առաքելություն այս պահին ավարտված է, հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին մայր տաճարի մեջ աղոթելու մեր ժողովրդի ու մեր ազգի ու մեր հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար։ Խնդրում եմ, հորդորում եմ մեր ժողովրդին, մի խաբվեք, այնպես որ բոլորը ժամանակ ժողովուրդը վանկարկում է հույր տարբեր տեղերից եկած հազարավոր